Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր միշտ մեզ հետ են, մեր կողքին եւ իհարկե ամեն անգամ սպասում են այնպիսի հյուրերի, որոնցից կարելի է ինչ-որ ճշմարտացի ինֆորմացիա ստանալ, ինչ-որ լավ, այսպես դրական լիցքեր նույնպես։ Եվ այսօր այդպիսի մի անձնուհի մեզ հյուրընկալվել է, խոսքս մեր շատ սիրելի եւ ճանաչված հանրային հասարակական գործիչ, վիրաբույժ Մարինա Խաչատրյանի մասին է, ով ձեր էկրաններին է։ Մարինա, բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի պարոն Ղուշյան, ձեզ եմ ողջունում, ձեր հեռուստադիտողին եմ ողջունում։ Ես միշտ մեծ հաճույքով եմ ձեզ հյուրընկալում, որովհետև դուք իսկապես միայն ու միայն ճշմարտությունն եք ասում։ Չնայած գիտեմ, ճշմարտությունն ասելու համար ոչ միայն մեծ համարձակություն է պետք, այլ դուք նաև ռիսկի եք դիմում, որովհետև ձեր թշնամիները կփորձեն ամեն ինչ անել, անգամ ֆիզիկապես ոչնչացնելով, որպեսզի դուք չասեք այդ ճշմարտությունը, բայց դուք չեք կարող դա չասել, որովհետև ձեր տեսակը այդպիսին է, հանուն ճշմարտության, եւ այսօրվա մեր զրույցը այդ սկզբունքով էլ գնալու է։ Շատ շնորհակալ եմ, ես միշտ մեծ սիրով ու հաճույքով եմ ձեզ հյուրընկալվում, որովհետև դուք թույլ եք տալիս խոսել բաց, խոսել ինչպես որ մտածում եմ, ինչպես որ վերլուծում եմ, սահմանափակումներ չեք դնում, ինչպես որ շատ այլ լրատվական միջոցներ, եւ գիտեք, այլ լրատվականներին անունները չտալով, հա, հրաման կստանան, կլուսաբանեն, հրաման չեն ստանա, կլռեն։ Ձեր պարագայում շատ կարևոր է, որ մեզ հնարավորություն ու հարթակ է տրվում, որովհետև մենք մտածում ենք, ես անձամբ, հա, մտածում եմ այլ կերպ, քան շատերը։ Ես թույլ չեմ տալիս ինձ մտցնեմ ռոպագանդայի տակ, իմ մտքերն ու իմ վերլուծությունները վերահսկեն եւ հետեւաբար շատերին ձեռ չեմ տալիս։ Ու դուք այն հարթակն եք, Փակ TV-ն այն հարթակն է, որ հնարավորություն է տալիս նաեւ այլ ընտրանքային միտքը ներկայացնել հանրությանը։ Շնորհակալ եմ։ Դե մենք շնորհակալ ենք, որ դու կաս մեզ հետ ես եւ ամենակարևորը քո սկզբունքներին հավատարիմ ես։ Մարինա, տեսեք, վերջերս այս վայ վարչապետը հայտարարեց, որ մենք ստեղծում ենք նոր պետություն, նոր երկիր, նոր պատմություն ենք սկսում։ Մենք ամեն ինչ անում ենք մեր հանրության կենսամակարդակը բարելավելու, բարձրացնելու համար։ Ես չգիտեմ, սա է դրա ասացի արդյունքը, ինչին մենք ներկա ենք։ Պարոն Ղուշյան, մենք հասկանում ենք, որ նախ Նիկոլը հրամաններ կատարող պեշկա է, ֆիգուրա էլ չի պեշկա է, եւ նմանատիպ պեշկաներ են նաեւ իր մի շարք падգամավորներ, հա, նու պեշկա բառից թող չվիրավորվեն, որովհետեւ շախմատային ուրեմն քար է, այո, որովհետեւ իրենց հրաման տվողներ կան, որոնք ֆիգուրներ են, դրանից ավելի վերև գտնվողներ կան, հա, եւ ի վերջո կան նաեւ շախմատ խաղացողներ, որոնք իրենց հրամաններ են տալիս։ Եթե դուք մեջ բերեցիք Նիկոլի խոսքը, ես էլ եկեք վերհիշեմ, վերջերս Արսեն Թորոսյանի կողմից բարձրաձայնած, հա, ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած խոսքը, որ այո, մենք ունենք դեմոգրաֆիկ խնդիր եւ մեր դեմոգրաֆիկ խնդիրը լուծելու համար ինքը լինելով ավարտած լինելով բժշկական համալսարանը, իհարկե ինքը բժիշկ չի, երբեք ոչ բժիշկ աշխատել, ոչ էլ դիպլոմի մեջ ուղղակի բժիշկ է գրած, բայց բժիշկ այդպես դիպլոմով չի էլի որոշվում։ Մարդը լինելով ավարտած բժշկական համալսարանը, հասկանալով դեմոգրաֆիկ խնդրի բունեությունը, հա, անպտղության վիճակը, մեր արտագաղթ տեսկոմենկում, նա չի ասում, եկեք անպտղության հարցերը լուծենք, եկեք ներգաղթ կազմակերպենք, հայերի ներգաղթ, ինքը ասում է, եկեք կազմակերպենք օտարազգիների ներգաղթ մեր դեմոգրաֆիկ խնդիրը լուծելու համար։ Մի քանի օր առաջ եմ վերադարձել Արաբական Էմիրություններից։ Մասնագիտական այցով էի այնտեղ գտնվում եւ զրույցների ընթացքում ինչ են ասում, հա, ու հիմնական ոչ այնտեղի քաղաքացիներ, ասում են Արաբական Էմիրությունների քաղաքացիները ունեն անսահմանափակ արտոնություններ ամեն ինչից օգտվելու, դա կլինի բժշկական ծառայությունը, կրթությունը, թե իրենց հաճույքները,
Եվ այլ երկրի քաղաքացիներ, անգամ արաբներ, երբևէ ոչ մի պայմանով չեն կարող ստանալ որևէ էմիրության քաղաքացիություն։ Այսինքն էմիրությունները միմիայն իրենց բնակիչներին, բնիկ արաբներին են տալիս քաղաքացիություն, տալիս ընտրելու իրավունք, ընտրվելու իրավունք, բոլոր արտոնություններից օգտվելու իրավունք։ Այդ մարդիկ ասում են, սա մեր հողն է, եկեք մեզ ծառայեք, փողը կտանք, լավ էլ կվարձատրենք, բայց դուք որևէ արտոնություն չեք օգտվի։ Ինչ են ասում այս իշխանությունները։ Ասում են, եկեք տարբեր ազգերին բերենք, տանք բոլոր իրավունքները, ընտրելու, ընտրվելու, սեփականություն ունենալ, երբևէ որևէ մեկը, ով բնիկ էմիրություններից չի կարող այնտեղ հող գնել, չի կարող հողի սեփականատեր դառնալ, դա բացառվում է եւ դա բացառվում է բազմաթիվ այլ երկրներում։ Մեր երկրում կարող են հող գնել այնքան պարսիկների, արաբների, թուրքերի, ազերների, ռուսների հողեր են վաճառ, ամերիկացիների, եվրոպացիների, բոլորը եկել են մեր տարածքում, մեր հողը առել են եւ մենք ուզում ենք մեր հողի վրա որոշում կայացնենք, չի լինում այդպես։ Եթե դու հողը ծախում ես, դու այդ հողի վրա այլևս իրավունքներ չունես։ Ու այստեղ մարդիկ բացի Հայաստանի բարձրագույն ամբիոնից հայտարարում են, որ եկեք կազմակերպենք օտարազգիների ներգաղթ, իրենց տան քաղաքացիություն, հնդիկները ինչքան հեշտ են Հայաստան քաղաքացիություն ստամ։ Ծախում են մարդիկ, մեր հայրենիքն են ծախում։ Այստեղ ես հիշում եմ, հիմա ես մեջ կբերեմ Իսրայելի օրինակ, ինչպես ստեղծեցին Իսրայել պետություն, ու կվերադառնանք մեր Հայաստանին։ Թեոդոր Գերցելը ընդհանրապես տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, հրեաներին շատ վատ այդպես ցածր խավի տեղ էին դնում։ Եվ իրենց թույլ էին տալիս զբաղվելու միայն բիզնեսով։ Այս մարդիկ սկսում են առևտրով զբաղվել, փող են կուտակում, փող են հավաքում, հետո իրենց ձեռքն են առնում ոսկու բիզնեսը։ Այսօր աշխարհում ում հարցնեք, ոսկու բիզնեսը հիմնականում հրեաների ձեռքում է։ Իսկ դա շատ լուրջ բիզնես է։ Ոսկու բիզնեսը, երբ որ իրենց ձեռքն են առնում, դառնում են մեծահարուստներ։ Թեոդոր Գերցելի գլխավորությամբ որոշում են ստեղծել Իսրայել պետությունը։ Որպեսզի ստեղծեն Իսրայել պետությունը հրեա կա, բայց դրա համար հող է պետք։ Գնում են Սուլթան Համիդի մոտ, ասում են մենք ուզում ենք այդ Պաղեստինի այդ տարածքները, Օսմանյան կայսրության տարածքներ առնենք։ Սուլթան Համիդը ցույց է տալիս ելքի դուռը եւ ասում է, «Էսեղ էլ չերևակ, օրենք է ստորագրում, որ որևէ մեկը հանկարծ 0 կոպեկով, то есть 0 կոպեկով չէ, $1 միլիոն մի միլիմետր հող չվաճառի որևէ հրեայի»։ Ու այդ օրենքը գործում է շատ երկար տարիներ։ Հրեաները ինչ են անում, քորոփոշման վեր են կենում, ասում են լավ, եկեք մտածենք ինչ ենք անում։ Իրենց օգնում է երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ որ սկսում են, այդ իրենց ասած հոլոքոստը, իբր թե 6 միլիոն մարդ են սպանել, անուններ եւ այլն հրապարակում են, կա այդպիսի նաեւ մոտեցում, տեսություն, որ հրեաների սպանդը, ցեղասպանությունը ոչ այնքան կազմակերպել են նեմեցները, ֆաշիստները, որքան կազմակերպել են հենց իրենք հրեաները։ Անգամ ես ներքին համոզմունք ունեմ, որ այդքան ցեղասպանություն տեղի չի ունեցել, այդքան կոտորած ու հրեաների հետապնդում տեղի չի ունեցել, որքան մարդկանց մեջ այդ վախի մթնոլորտը հրեաները մտցրին, այդ նույն Թեոդոր Գերցելի հետնորդները։ Եվ ինչու է սա արվել, որպեսզի հրեաները փախնեն, վախենան կոտորածից, փախնեն ու արդեն կարողանան ենթարկվել Գերցելի հետնորդների, այդ Իսրայել պետությունը ստեղծող մտավորականների, կազմակերպիչների պլաններին։ Այն ժամանակ էլ համիտ չի եղել։ Այս հրեաները, որ փախել են Պաղեստինի տարածք, դե այնտեղ գիտեք Սուրբ հող, Երուսաղեմ էս կողմ են կողմ, արդեն պաղեստինցիներն ասել են, այս հողը $1000 արժի, ես քեզ 10,000 եմ տալիս։ Ավազ։ Պաղեստինցիներն էլ ինչ է պետք, ոչ հող մշակելու, ոչ կարողանալու պամիդոր աճացնի, ոչ կարողանա պալմա աճացնի, ջուր չկա, ոչ մի բան չկա, ոնց չէ, բա փողի խաթր, 10 անգամ ավել, նույն պատմությունը ինչ որ հիմա հայերի մեջ, 10 անգամ ավել գումար այնց վճարում, ոնց չծախեմ այդ հողը։
ու այդպես վաճառել են Համիդի ստորագրած օրենքը ճղել են, փրտիկ են արել, մտցրել են ապարատի մեջ, են կողմից անել են, սարքել են, չգիտեմ ինչ, օրենք գոյություն չունի, արգել գոյություն չունի։ Հրեաներս գալիս են սիրուն, այդ բոլոր հողերն առնում են, փողին փող չեն ասում, պաղեստինցիները հիմա որ կոտորած է լինում, բոլորից ցավն է դա, այնտեղ էլ է ցեղասպանություն, բայց պաղեստինցիներն իրենք են մեղավոր։ Ու վերջում մեկ օրվա մեջ ուրեմն հայտարարվում է Իսրայել պետության հիմնադրման մասին, հայտարարությունից 6 րոպե հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում են Իսրայել պետությունը, իհարկե 6 արաբական պետություն հարձակվում են, Իսրայել պետությունը պատրաստ է լինում, հա, Գոլդա Մայերի գլխավորությամբ, առաջնորդությամբ պատրաստ է լինում ուրեմն հակամարտության կռվի, ես իր մեմուարներից եմ կարդացել, ասում է 6 օրվա փամփուշտ ունեինք։ Այս Գոլդա Մայերը գնում է, ընկնում է այս երկրի, այն երկրի ոտքերը, վերջում հայտնվում Ֆրանսիայի ոտքերի տակ եւ խնդրում է Ֆրանսիան իրեն զենքով օգնում է եւ մարդիկ հաղթում են։ Մարդիկ այնտեղ պետություն են հիմնադրում եւ փաստացի, եթե իրենք պետություն են հիմնադրում, դա նշանակում է իրենք նախապատրաստել են նախարարություններ, պաշտպանություն, առողջապահություն, կրթություն, հազար ու մի տեսակ եւ իհարկե իրենց անվտանգության, ազգային անվտանգության ծառայությունը։ Ու այսօր իրենք դուք տեսնում եք ամբողջ արաբական աշխարհն ինչ օրն են գցել, ու այսօր խոսվում է մեծ Իսրայելի մասին, վաղուց է խոսվում եւ քարտեզը կա, ու նախորդ ձեր հետ հարցազրույցներից մեկի ժամանակ ես խոսել եմ Թուրքիայի ուրեմն նկատմամբ սպառնալիքների մասին, որ Թուրքիան հեսա վեշերը պիտի հավաքի մի փոքրիկ կտոր այնտեղ մնա, որովհետև Քուրդիստան, Մեծ Իսրայել, այնտեղից Հունաստանը, մի խոսքով Մեծ Իսրայել են այդ մարդիկ ստեղծում, որովհետև ունեին քաղաքականություն, մշակված երկարաժամկետ ծրագիր, իսկ Պաղեստինի ժողովուրդը ինչքանով են իզնից նեղան, իր հողը վաճառել էր փողի փարայի դիմաց, փարա չի, չգիտեմ դրանց փողը ոնց էր այն ժամանակ, փողով ծախել է իր հողը, այն ինչ այսօր մենք ենք անում, ու մենք մեր հողը ծախում ենք, հələ քիչ չի, ազգային ժողովի դեպուտատները կանգնում ասում են, եկեք բերենք քաղաքացիություն տանք։ Ես այստեղ կարող եմ մտածել, որ պարզապես Հայաստանը այստեղից ուզում են ոչնչացնել, տանեն ուրիշ տեղ, ոնց որ Իսրայել բերեցին, սարքեցին, չգիտեմ, Ամերիկայում, Կալիֆոռնիայում մի հատ Հայաստան փոքրիկ Little Armenia սարքեն ու այդքանով բրցնեն։ Մեզ դրան են տան Պարողուշյան, ու եթե որևէ մեկը գոռում է Արարատ սարը, չգիտեմ, քրիստոնեությունը առաջին ընդունող երկիր, մեր հանրապետության հրապարակ եկեք հեղափոխություն անենք, մենակ Նիկոլնա, մեղավոր, դա սուտ է, որովհետև մենք բոլորս ենք մեղավոր, մեր հողը ծախելու, մեր կրոնը ուրանալու, մեր հայրենիքը մոռանալու, մեր նախնիներին մոռանալու ու եւ Հայաստանում ապրող հայը, եւ Արցախահայությունը, եւ Սփյուռքի հայությունը, մենք բոլորս մեղավոր ենք մեր այսօրվա վիճակի համար։ Մարինա, իսկապես դա այդպես է, բայց տեսեք, մեր իշխանությունները արդեն որ երրորդ տարին այնպիսի քաղաքականություն են վարում, ինչը տանում է մեր անկախությունից, հռչակագրից, պետությունից, անգամ ցեղասպանությունը մոռացության տալու ճանապարհով, եւ սա սարսափելի է։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Դե տեսեք, երեք այս ապրիլի 23-ին, հա, ջայրով երթներ, ավանդույթի համաձայն դրոշները վառեցին Ադրբեջանի Թուրքիայի, հաջորդ օր ապրիլի 24-ին Նիկոլը Ալեն Սիմոնյանը եւ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 24-ին այո, գնացին Ծիծեռնակաբերդ, Նիկոլի մամլո խոսնակը հայտարարեց, որ Նիկոլը դատապարտում է Թուրքիա եւ Ադրբեջանի դրոշների այրումը, Նիկոլի կողքը չկար վեհափառը, այսինքն ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ հա միասին էին գնում, օրհնում էր, խոսում էր, չգիտեմ, հիշում էին այս կողմ են կողմ, չկար, արդեն որերորդ տարին է, հա, որովհետեւ տարանջատում է գնում, անջատում է գնում, պառակտում է գնում, հա, եւ նախկինում ես ասել եմ այդ մասին, որ մեզ տանում են կրոնափոխության ու այնտեղ եւ աղանդավորներ եւ այն ոչ մի տեղին հետաքրքիր չի, որ մեզ տանում են կրոնափոխության։ Շատ լավ, այդ պարագայում եթե մարդիկ ուզում են կրոնափոխ լինել, իսկ ես կրոնը դիտարկում եմ որպես կառավարման մոդել, կառավարման մեխանիզմ։
Կրոնը այդպեսին է, կրոնով մարդկանց ուղեղների վրա ազդում են, անջատում են, ասում են, որպեսզի Աստված քեզ ների եւ դու ընկնես դրախտ, դու պետք է լինես մեր հետևորդը, մեր կրոնի հետևորդը, մենք ենք միակ ճիշտ կրոնը, հազար ներողություն, ասենք մարդիկ չեն մտածում, որ բուդդայականության հետևորդն էլ է ինչ որ միտեղ ընկնում, մուսուլմանն էլ է ինչ որ միտեղ ընկնում, քրիստոնյանն էլ, հələ մի հատ էլ, այդ ոնց է ստացվում, որ այտենց 10 միլիարդ մարդու մեջ մենակ է ձեր 500 հոգանոց խումբը պետք է ընկնի դրախտ։ Մարդկանց ուղեղն ուտում են, սա գիտեք ինչի է նման։ Շատերը տեղյակ կլինեն, համացանցում տարածված խաղ կա, կոչվում է սինի կիտ, կապույտ կիտ։ Խիստ վտանգավոր խաղ է։ Սրա ծուղակը ընկնում են երեխաները, անչափահասները հիմնականում, այդտեղ ինչ որ անմեղ ձևով է այդ ամեն ինչը սկսվում, հետո ուղեղներն այնքան ուտում են, արդեն երեխաներին հասցնում են ինքնասպանության, հա, շատերը լսած կլինեն, այս ինչի 16 տարեկան երեխային են կախած գտել, այս վերջերս էլի այդպես կախված, ու այդ նույն սինի կիտը այս աղանդավորների, տարբեր տեսակի կրոնների նման է։ Մարդկանց ուղեղը լվանում են, մարդկանց հիմարություններ են ուղեղի մեջ մտցնում, ընդհանրապես բարոյական արժեքներից մի կողմ են տանում, ենթարկեցնում են իրենց կամքին, հետո ասում են դու պետք է գնաս Նիկոլ ընտրես, որովհետև Նիկոլը ուրեմն Հիսուսն է, լսել ենք, չէ՞, Նիկոլն էլ էր ասում ես Հիսուսն եմ։ Այդտեղ մեկ էլ տենց բաներ լսել եմ հոգեբուժարանում պարկած հիվանդներից։ Ուրեմն մարդկանց մեջ մտցնում են, որ Մարինա Խաչատրյանը հակա Նիկոլ է, ուրեմն հակա Հիսուս է, ու այդպես մարդիկ սկսում են ատել, վերջում ովքեր են տուժում, իրենք են տուժում, որովհետև Մարինա Խաչատրյանը դրանից չի տուժում, հա, պետությունն է տուժում, որովհետև Հիսուս Նիկոլը չակերտավոր Աստվածյան կներես, Նիկոլը քանդում է պետությունը, եւ Նիկոլի խոսքերը հակասում են իր արարքներին։ Գնում է ցեղասպանության ծիծեռնակաբերդ, հա, հուշահամալիր, պղծում է, ասում է Թուրքին ես ներում եմ ցեղասպանություն, նա ցեղասպանություն չի արել, հələ մենք պիտի պարզենք եղել է ցեղասպանություն, թե չէ։ Եկեք այդ 1.5 միլիոն հայերի անունները բանանենք, մյուս կողմից հրաման է տալիս, կամ չգիտեմ ինքն է հրաման տալիս թե ով, որ ծիծեռնակաբերդում փաստաթղթերը այր են, հա, то есть թանգարանում ցեղասպանության փաստաթղթերն այր են։ Միշտ ես խորհուրդ եմ տալիս, որ մարդիկ ոչ թե լսեն, փակեք ձեր ականջները եւ նայեք մարդկանց գործերին, որովհետեւ լսողությամբ ձեզ մանիպուլացնում, խաբում եւ մոլորեցնում են։ Դե մեր իշխանությունները դրա վարպետն են եւ մենք բազմիցս դրանում համոզվում ենք։ Իրենց նմանը չկա։ Իսկապես մենք այսօր մեր ժողովրդին սրանք տանում են կրոնափոխության, չես հասկանում։ Տեսեք, Հռոմի Պապը, որ օրեր առաջ մահացավ, Հռոմի Պապն էր որոշել եւ քանի տարի, երկար տարիներ նոր կրոնի ուրեմն կոնֆերանսներ էր կազմակերպում քրիստոնեի մասով։ Ասում էր եկեք միացնենք քրիստոնեությունը, իսլամը եւ հուդայականությունը, ստեղծենք մեկ կրոն, որովհետեւ Երուսաղեմը բոլոր կրոնների մայրաքաղաքն է, այս կողմ են կողմ։ Եվ ես ասեմ 2016 թվականին մեր եկեղեցին գնացել եւ համագործակցության հուշագիր էր ստորագրել Վատիկանի հետ։ Հռոմի Պապը հիշում ենք իր մահվանից 1-2 օր առաջ ադրբեջանական ինչ-որ կոնֆերանս էր կազմակերպել Վատիկանում, ինչ-որ Ադրբեջանի պատմություն էին գրում, չգիտեմ։ Այո, իհարկե հնարած։ Պատմություն էին գրում, չգիտեմ, իրենց թաթար-մոնղոլական արշավանքների մասին երևի չեմ իմանում։ Դե որ ասում է Աստված ասեց արի մի հատ պատասխան տուր, տենամետ ինչ ես հորինում, այդ ոնց ես դու իմ ընտրած ազգին դեմ գնում։ Երևի, հա, այդպես ենթադրում եմ։ Բայց կրոնափոխությունը գիտեք ինչու է հնարավոր։ Հնարավոր է, որովհետև մենք ոչ մի ձևով դրան չենք հակազդում։ Եվ մեր ժողովուրդը նաև կրոնական առումով պառակտված է, եւ մեր ժողովուրդը չի հասկանում, թե դեպի ուր է գնում, ինչ է ուզում։ Չենք հասկանում ենք։ Մարինա, իսկ մեր քաղաքական դաշտի ներկա իրավիճակի մասին ինչ կասեք։ Վայ, պարոն Ղուշյան, ուրեմն կան այնպիսի ուժեր, որոնք կարող են մեզ համախմբել։ Ես ձեզ այսպես կասեմ, որպես բժիշկ կպատասխանեմ, երբ որ մենք գիտակցության մակարդակն են գնահատում բուժարուի, հիվանդի, այնտեղ կոմա հասկացությունը շատերին ծանոթ է, կոման լինում է առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի,
Երրորդ աստիճանի կոմայից շատ դժվար է հիվանդին հետ բերել, թեև ստացվում է, այսինքն այդպես սահմանայինին մոտենում, հա, ոտը մի հատ էլ առաջ դնի, կգնի դրախտ։ Եվ ես ցավոք սրտի գնահատում եմ, որ մեր քաղաքական դաշտը այսօր երրորդ աստիճանի կոմայի մեջ է, այո, անշուշտ կան մարդիկ, ովքեր կարող են այս ճգնաժամը հաղթահարել, բայց ցավոք սրտի կան նաև մարդիկ, ովքեր ուրեմն խոսում են, լավ, այսպես PR են անում իրենց, բայց այդ մարդիկ խաբում են մեր հանրությանը։ Տեսեք, օրինակ, ես ինքս ինձ բան չեմ ասում, ես միշտ ազնիվ եմ, ինձ հետաքրքիր չի դա կլինի, ես ընդհանրապես համարում, որ կուսակցությունները պետք է վառենք թափենք, բայց ցավոք սրտի այսօր մեր քաղաքական դաշտում առանց կուսակցության ոչ մի բան անել չես կարող, որովհետև այդպես է կարգը։ Իրականում ամենալավ մոդելը դա թագավորությունն է։ Դրա համար հիմա օրինակ Ռուսաստանը տանում են իմպերիայի, Թուրքիան Էրդողան ուզում է սարքի մեծ թուրան, հասկանում եք, Ամերիկան կամ Չինաստանը իմպերիալիստական մոդելներով են ուզում առաջ շարժվել, որովհետև թագավորը ինքը իր թագավորությունը պիտի փոխանցի իր ժառանգին։ Նա երբեք չի ուզի թուլացած թագավորություն փոխանցել իր ժառանգին եւ կանգնեցնել նրան փաստի առաջ։ Իսկ ես ընտրությունների ժամանակ գանք թալանենք, մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, հա? Դրա համար տեսանք Հռոմի հետ ինչ տեղի ունեցավ։ Հիմա մենք ստիպված ենք, եթե մենք կարողանայինք Հայաստանը վերադարձնել թագավորության, ասենք 10,000 կիլոմետր քառակուսի տարածքով թագավորություն ցավոք սրտի չի լինում։ Էլի ինչ որ բաների մենք կհասնեինք, Տիգրան Մեծը վկա։ Բայց այսօր մեր քաղաքական դաշտը ու օրենքները ստիպում են, որ բացես կուսակցություն։ Ինչևէ, երբ որ ես նայում եմ մեր քաղաքական դաշտին, հա օրինակ իմ գործընկեր Արթուր Գրիգորյանը, այս բանը իհարկե քաղաքականությամբ չի զբաղվում, որովհետև մենք չենք ուզում զբաղվել քաղաքականությամբ ինչ որ մեկի ֆինանսավորմամբ, ինչ որ մեկի ծրագրերով։ Մենք ուզում ենք մենք մեր ոտքերի վրա կայուն կանգնենք ու վարենք մեր քաղաքականությունը։ Այս բանին իհարկե մենք մեր ֆինանսները ուղղում ենք Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը։ Իրականում չգիտենք, ամիս օրը կստորագրի ինչ որ մի հոգեկան հիվանդ տարածքները կտա թշնամուն թե չէ, բայց մենք մեր պարտն ենք համարում գոնե թե զինվորի կողքին կանգնել, գյուղացու կողքին կանգնել, սահմանը պաշտպանել։ Այ քանի որ դուք հիշեցիք այդ զինվորի կողքին կանգնելը, ես ուզում եմ որ խոսեք մեր բանակում տիրող իրավիճակի եւ իհարկե սահմանամերձ գոտու միջեւ։ Քաղաքականությունից մի փոքրիկ դրվագել ավելացնեմ ու անցնենք սահմաններին, հա։ Կան մարդիկ, ում աշխատանքը ես գնահատում, ես ականջներս փակում եմ, նայում եմ մարդկանց գործին։ Օրինակ, հա, օրինակ, ռեկլամ չլինի, այդ մարդը անգամ չգիտի, որ ես հիմա իր անունը կտամ, որտեվ ես իր հետ չեմ համագործակցում, բայց օրինակ, երբ որ ես նայում եմ նույն Աշակ Կարապետյանի արածին, եկեք բացատրեմ, միտքս բացեմ։ Այս մարդը Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, եթե չեմ սխալվում 16 թվականն էր, ինքը հետախուզության պետն էր, եթե չեմ սխալվում, այդպես ես գիտեմ։ Մի խոսքով դեմ է գնում Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, որից հետո ազատվում է ինքը պաշտոնից։ Հետո, երբ որ իշխանությունը փոխվում է, Արցախյան պատերազմից հետո ինքը նշանակվում է պաշտպանության նախարար։ Ես իր քայլերից գիտեք, որի վրա եմ ուշադրությունս կենտրոնացնում։ Այն, որ Արցախի շրջափակման ժամանակ, երբ Ալիևը հրամայել էր Փաշինյան Նիկոլին Արցախ ոտք չդնել, Փաշինյան Նիկոլի բոլոր իշխանավորները ոտք չէին դնում Արցախ, Արցախանունը չէին ասում։ Այո, չէին ասում Արցախ, ու ասում էին Ալեն Սիմոնյան չէր ասում, Ղարաբաղը ադրբեջանական հող է, որ մինչև էլ ասում էր Աղդամն իմ հայրենիքն է, այսինքն այստեղից ինքը բան անում, պրիզնայոցը, հա, խոստովանում է, որ ինքը ադրբեջանցի է։ Եթե Աղդամն իր հայրենիքն է, ինքն էլ հայտարարում է, որ Արցախ Ղարաբաղը ադրբեջանն է, ուրեմն ինքը խոստովանում է, որ ինքը ադրբեջանցի է։ Հիմա Աշակ Կարապետյանը Արցախի շրջափակման ժամանակ միակ մարդն էր, որ վերկացավ ուղղաթիռով թռավ Արցախ, տեսնի ինչով կարա այնտեղ հարցեր լուծի։ Դրանից անմիջապես հետո Փաշինյան Նիկոլն իրեն ազատեց աշխատանքից, այդ մարդը մեկնեց Հայաստանից, որովհետև հաստատ քրեական պատասխանատվության տակ էր ընկնելու։ Ես չգիտեմ գործ կա իր հանդեպ թե չէ։
Բայց ես օրինակ այս քայլը շատ բարձր եմ գնահատում։ Մարդը կարար, չէ՞, նույն Սուրեն Պապիկյանի, նույն, չգիտեմ, Անահիտ Ավանեսյանի, Արդարադատության նախարարի, չգիտեմ, տարբեր պաշտոնյաների նման, գլուխը կախ, կներեք արտադրության համար կզած, ասել հայ ինչին է պետք Արցախը, միլիոններս դիզեմ թալանեմ, բանակից էլ թալանելը կակրած շատ հեշտ է, թալանեմ, տանեմ, ուրեմն օֆշորներում իմ համար բիզնեսներ ստեղծեմ, մի հատ էլ կղզի առնեմ իմ համար նավթ արտադրեմ, ոսկի արտահանեմ, նարկոտիկի բիզնեսով զբաղվում։ Կարար չէ աներ։ Ոնց որ անում են։ Ոնց որ անում են։ Բայց մարդը հասկանալով, որ ինքը կզրկվի իր պաշտոնից, որ իր հանդեպ հետապնդում, նկատմամբ հետապնդում տեղի կունենա, մարդը գնաց այդ քայլին։ Ես դա հարգում եմ։ Թող ինքը իմանա, եթե կլսի ես մեր հաղորդումը, որ ես այդ իր քայլը շատ հարգում եմ, բարձր եմ գնահատում եւ կարծում եմ, որ նման քայլերին պատրաստ մարդիկ պատրաստ են նաև Հայաստանի համար արդար ձևով կռիվ տալու։ Եւ այդպիսի մարդիկ էլի կան։ Այս բանին ուղղակի իրեն մտաբերեցի։ Իմ գործընկեր Արթուր Գրիգորյանը, թուրքական կուսակցության հիմնադրումը եւ Արթուր Չախոյանը, ինչու ոչ, իմ ընկերներն են, իմ գործընկերներն են, գնացինք, թույլ չտվեցինք, որ թուրքական կուսակցություն բացվի։ Ընկան կալանավորեցին 72 ժամ հետո իհարկե բաց թողեցին, որտեվ հանցագործություն ոչինչ չէին կարել մենք։ Պարզապես գնացել ենք, մեր դիրքորոշումն ենք արտահայտել եւ ակցիայի քաղաքացիական իրավունքներն իրականացնելով արգելել ենք փառքաստու այսօր այդ կուսակցությունը չկա։ Որտեղ էին ուրեմն բացել։ Բա Հայաստանի Հանրապետություն, թուրքական կուսակցություն է։ Հայկական անունով թուրքական կուսակցություն։ Բա մի հատ աղջիկ չկա Թուրքիայում նստած Նատալի չգիտեմ ինչան, որ ադրբեջանցիներին ինտերվյուներ է տալիս, բան անում, հայտարարում է, որ ազգային ժողովի ամբողջ ադրբեջանցիների շահերն հայտարարելու ինքն է այդ կուսակցության հիմնադիրներից մեկը։ Ու խայտարակը գիտեք որն է։ Ես որ միշտ ասում եմ մեր երեխեքին, մենք պետքա պաշտպանենք ու մեր կրթական համակարգը շատ կարևոր գործ ունի անելու։ Ինձ ասում են ինչ ես խոսում, սահմաններն այդ վիճակում են։ Պարոն Ղուշյան, այդ աղջիկը, այդ որ հիմա Թուրքիայում է, ինքը իմ ունեցած ինֆորմացիայով գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ աղջիկն է։ Հիմա քույրը հրաժարվել է, այդ ասում եմ, այն ինչ որ այդպես տարածված է հանրության հասարակության շրջանում, ինձնից չեմ հորինում, թուղթել չունեմ, որ մայրը հրաժարվել է իր աղջկան։ Սեյրան Սարոյանի քույրը հրաժարվել է այդ աղջկանից, որովհետև փաստացի նա գնացել է Թուրքիայում, ես չգիտեմ այդ ում հետ է արիշ-վերիշի մեջ, թուրքական շահերն է պաշտպանում, հայերին վատաբանում է մեդիայով, իրեն հայտարարում է հայ քաղաքական գործիչ, թե որտեղից ընդ է քաղաքական գործիչ, ես չգիտեմ, անգամ խոսում են իբրև իր երեխան է իրանից հրաժարվել, թե ինքն է իր երեխայից հրաժարվել, անձնականի մեջ չեմ մտնում, բայց ինչի վրա եմ ես ուշադրություն դարձնում, Սեյրան Սարոյանը, որ իր կյանքն է նվիրել Հայաստանին, Արցախին, խնդրեմ, իր քրոջ երեխուն վերցրել են վերբովկային արել, տարել են, փչացրել են։ Հələ մի հատ էլ այդ երեխու ձեռով ուզում են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնել։ Մենք մեր երեխեքին միջոցով են մեզ ոչնչացնելու, որովհետև մենք մեր երեխու վրա դանակ քաշել չենք կարողանալու։ Թշնամուտ վրա կարած դանակ քաշես։ Իմ ձեռքը ես մարդու կյանք եմ փրկում, բայց թշնամուն պատերազմի դաշտում ոչնչացնելուց իմ ձեռքը չի դողա։ Բայց ես չեմ կարող եւ բոլորը որևէ մեկը չի կարող իր երեխայի վրա դանակ քաշել։ Դա համար մեր երեխեքին տամ են սարքում են սորոսական, տամ են սարքում են տարբեր պետությունների գործակալներ։ Դրա համար ես մեղադրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր բանակից ազատում են իրենց երեխեքին։ Տարբեր էլ հիվանդություն են կպցնում, էլ շիզոֆրենիա, էլ չգիտեմ ինչ տարբեր փող են ծախսում դրա վրա։ Ձեր երեխեքը դրանից դառնում են թուլամորթ։ Դրանից ձեր երեխեքը չեն կարող հայրենիք պաշտպանել։ Դրա համար օրենքնակյանք դեռ Մաքիավելին, հա, հիմնադիրներից, քաղաքագիտության հիմնադիրներից մեկը ասել է, այսպիսի կատաստրոֆիկ վիճակներում երկիրը կարող են փրկել կամ բանակը, կամ անվտանգության ծառայությունը։ Դե մեր ազգային անվտանգության ծառայության բան չեմ ասում, նրանք թող հավեսով քեֆ են անում, չգիտեմ, թուրքերի հետ են արիշ-վերիշի մեջ, ինչի հետ են արիշ-վերիշի մեջ, չգիտեմ, իրանք խորովածանոց են, իրանք գիտեն իմ կարծիքն իրենց մասին։ Ես գոնե զինվորականների վրա, ոչ թե պաշտպանության նախարարությունը ուսուցչուհի չէ, զինվորականների վրա եմ իմ հույսը դնում եւ իհարկե այստեղ եկեք ես իմ շնորհակալությունը հայտնեմ մեր բազմաթիվ ուսուցիչների, ես իրենց պաշտում եմ, իրենք դպրոցներում ամեն ինչ անում են, ոչ բոլորը,
բայց մեծ մասը ամեն ինչ անում են, որ մեր երեխաների մեջ հայրենասիրություն մտցնեն, հայրենիքի զգացողություն մտցնեն, ուղղակի ցավոք սրտի իրենք քիչ են եւ մեր աջակցության կարիք ունեն։ Ինչ վերաբերում է սահմաններին, այս օրերի ընթացքում անընդհատ կրակոցներ են լինում, ուրեմն հիմնական Սյունիքի մարզում Խոզնավար, Արավուս, Խնածաղ գյուղերի շրջաններում եւ էլի հարակից գյուղերի շրջաններում կրակում են տների վրա, կրակում են տների տանիքների վրա, մշակույթի տների վրա, տների պատուհանների վրա, փամփուշտները ներին թափանցում տուն, վնասում են կահույքը, այդպես չի լինում, որ դու ուղղակի այսպես օդ կրակես եւ գնա տան պատուհանը ծակի ու տան կահույքը վնասի։ Այդպես չի լինում եւ այդպես վախ են ուրեմն սերմանում, երեխաներն արդեն գյուղերից հանում են, պրակտիկորեն երեխաները այդ գյուղերում սահմանամերձ չկան։ Պետությունը ՀԱՊՆ-ն բաժանած զենքը գյուղացիներից հավաքել է, թողնելով բացարձակապես անպաշտպան։ Տեղեր կան, որ ես խոսել եմ այդ մասին, ԱԱԾ այդ կազարմաները, շենքերը բաց դաշտի մեջ են կառուցված, այսինքն մենք մեր զինվորին ուղարկում ենք, սահմանապահին ուղարկում ենք, մի հատ ուրեմն ռումբ գցեցին, վերջ այդ զինվորից, հետո էլ կասենք եկեք սևազգեստ մայրեր, եկեք կառավարություն ձեզ 50,000 դրամ ամսական փող տա։ Հասկանում եք, մենք հիմա, եթե մարդու մոտ դու քայլեր չես ձեռնարկում, որ ուռուցք չառաջանա, հետո ուռուցքն առաջանում ու տարածվում է, դու մենակ կարաս նստես լացես։ Հիմա նույն այս վիճակն է, եթե մենք քայլեր չենք ձեռնարկում, որ մեր սահմանն ամուր պահենք, գյուղացուն վախացնում են, հանում են գյուղից, որ հետո էլ գան նստեն, ասեն, էս մեր հողն է։ Մենք հետո որ այդ հողը վերցեցին, չենք կարողանալու այդ հողը գնանք այս պայմաններում, գնանք ազատագրենք։ Դա արդեն մեր երեխեքին, մենք մեր երեխեքին բանակից ազատում ենք, ասում ենք փախեն կամ արտագաղթ են կազմակերպում, թուրքերին ու չգիտեմ պակիստանցին են բերում լցնում ենք Հայաստան տալիս են քաղաքացիություն, հետո մենք ուզում ենք ասենք եկեք պետություն ունենանք, սուտ ասում Նիկոլ Փաշին, ես իրան մեղադրում եմ, իմ վերլուծությամբ, իմ ուրեմն մտքերով, իմ մտածելակերպով ես իրեն մեղադրում եմ եւ խորհուրդ եմ տալիս ազգային անվտանգության ծառայությունը գնա իր հետևից կալանավորի տանի կողի ծակը, ինչպես ասում են, հա, մեղադրում եմ սուտ խոսելու եւ հայերին ուրեմն կուրացնելու, խլացնելու եւ նոր ցեղասպանության տանելու մեջ։ Իրեն աջակցողներին էլ եմ մեղադրում։ Մարինա, ես շնորհակալ եմ հերթական բացախոսության համար։ Շատ ուրախ եմ, որ դու կաս, զգույշ եղիր։ Ես գիտեմ, թե որքան դժվար է։ Աստված է ինձ պահում, պարոն Խուշյան։ Իմիջիայլոց ես մեր ունկնդիրներին ասեմ, սիրելի բարեկամներ, իսկապես նման մարդկանց Աստված է պահում, որտեղ ես ինքս անցել եմ մի քանի մահափորձի միջով եւ գիտեմ, թե դա ինչ է։ Աստված պարզապես այդ դժվարին պահին այն մարդկանց կողքին է, ով իսկապես դրան արժանի է։ Պարոն Խուշյան, մի փոքրիկ դրվագ 2 րոպեանոց պատմեմ։ Հանրության շրջանում տարածված է, որ բժիշկները աթեիստ են, այս կողմ են կողմ, հա, Արսեն Թորոսյանն էլ դրա վկայություններից մեկն է։ Պատերազմի ժամանակ նոյեմբերի 6-ին ես գտնվում էի Ստեփանակերտի գոսպիտալում։ Հոկտեմբերի կեսերից գնացել էի։ Եվ մեզ այդ ժամանակ տարհանեցին այնտեղի հանրապետական հիվանդանոցը եւ ասացին, որ մեզ նույնպես պետք է տարհանեն, գնանք ուրիշ դիսլոկացիոն վայր, այնտեղ հոսպիտալ սարքենք, որ վիրավորներ բերելուց օգնություն ցույց տանք, եւ ուրեմն մենք ունեինք 3-4 ժամ ժամանակ։ Դե բնական է, բազմաթիվ մարդիկ տեղափոխվեցին, ընդունարանը տեղափոխվեց եւ օգնում էինք, ես պայուսակը իմ միշտ պատրաստ էր, դրել էի դրան մոտ, ասում էի ես վերջիններից եմ դուրս գալու։ Այնտեղ գլխավոր բժիշկներ այդպես, անեստեզիոլոգները, վիրաբույժները, մեծ մաս ես իրանց իրոք պաշտում եմ, ես տեսել եմ այդ մարդկանց արած գործը։ Ինչևէ, հայտարարեցին ու դրանից առաջ ես ամեն օր վիրավորներ էի տանում այնտեղի հանրապետական հիվանդանոց, որ կատե անեինք, այդ ռմբակոծության տակ, այդ մութին, այդ դարու փոշ ճանապարհներին, մի խոսքով, ու այնտեղ ինձ շատ լավ էին միշտ ընդունում, ամեն անգամ ինչ-որ մի բան նվեր էին տալիս, սկզբում դատարկ փամփուշտ էր, վերջին ամսի 5-ին, երբ որ վիրավորի տարա,
խունկ էին վառել հանրապետական հիվանդանոցում ու ինձ խունկ ու ածուխ նվիրեցին։ Ես բերել էի մեզ մոտ, ասել էի կվառեք, մոռացել էին, այնտեղ դրել էին մի անկյունում։ Եվ երբ որ տարհանել էին ընդունարանը, դե ոնց է, որ տարհանում ես, հետևից չես ավլում, չէ՞, պիտի արագ գնաս, որ ուրիշտեղ ընդունարան ստեղծես, օպերացիոն կառուցես, որ վիրավորներին բերեն օգնեն։ Ու այդ ժամանակ մեզ ասեցին վիրավոր են բերում։ Այնտեղ 4 աղջիկ կային, ասի աղջիկներ, արագ, այստեղը կարգի ենք բերում, պատրաստում ենք վիրավորներին բերելու են, որպեսզի օգնություն ցույց տանք ու բժիշկներն են նստած էին։ Ու հավաքելուց ես գտա այդ խունկն ու ածուխը։ Այ մարդ ասի, ես պես խունկը պիտի վառեմ, ոնց որ մեկը ասեր վառի։ Մանեկա, աղբի մեջից մի հատ էսպես գեղեցիկ նախշազարդ արծաթագույն ափսե գտա, արծաթազոծ։ Վրան դրեցի խունկը, ածուխը խունկը, վառեցի, տարա, այս կողմ, այն կողմ, այնտեղ ընկերներս մանա հերիքա ծուխանես, ասում չէ, սուս մնացեք, պիտի ամ 20 րոպե հետո հայտնեցին, որ տարհանումը դադարեցվում է, շրջափակումից հանել են մեզ, հա, եւ ճանապարհը բացել են եւ ժողովուրդն էլ հետ են գալիս։ Դե հիմա ասեք, Աստված ինձ չպահեց, պահեց նաեւ մնացածին։ Եվ ես միշտ եւ վիրահատությունների ժամանակ հատկապես եթե բարդ վիրահատությունը Աստծո օգնության եմ դիմում, ինքը միշտ օգնում է, ծանր հիվանդների համար ես Աստծո օգնության եմ, ինքը միշտ օգնում է, ես չգիտեմ Աստված ինչ ձևի է, դա էներգիա է, դա երկրի մեջ կենտրոնում է, դա երկնքում է, պապիկ է, չգիտեմ ռոբոտ է, ես չգիտեմ թե դա ինչ է, բայց ես գիտեմ որ կա այդ ուժը, կա այդ էներգիան եւ ես շատ շնորհակալ եմ, որ ինքը ինձ միշտ օգնում ու պահպանում է։ Այնպես որ ինձ ոչինչ չի լինի, հանգիստ եղեք։ Երբ Մարինա, ես ուրախ եմ քեզ համար, նաև քո լավատեսության, սիրելի բարեկամներ, այսպեսին է Մարինա Խաչատրյանը, մի շատ հմայիչարուի, ով անչափ, անսահման նվիրված է իր հայրենիքին, իր ժողովրդին։ Եվ զարմանում ես, որ այսօր հայտնվում են մարդիկ, որոնք կարող են այս հմայիչ, այս հաճելի կնոջ հասցեին կեղտոտ արտահայտություններ անել։ Մի արեք նման բան, մի գրեք այդ ձեր կեղտոտ մեկնաբանությունները, միշտ վախեցեք Աստծո պատժից, իսկ Աստված նմանների անպայման պատժելու է։ Այսօր այսքանը սիրելի բարեկամներ, մնանք լավատես, ցտեսություն։